Նոյանտապանի հյուրն է կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետություն մտակենտրոնի փորձագետ Էլեն Հոխիկյանը զրուցելու ենք տեսակապով։ Տիկին Հոխիկյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ 8 տարի պաշտոնավարելուց հետո Արմեն Գրիգորյանը թողնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, նրան փոխարինելու է Ալեն Սիմոնյանը։ Հաշվի առնելով գերատեսչության կարևորությունը, ինձ հետաքրքիր է ձեր գնահատականը կատարված կադրային փոփոխությանը։ Այնպես է, որ այս պաշտոնը փաստացի հայցողական պաշտոն է, վարչապետի անմիջապես կից։ Չեմ բացառում, որ քաղաքական միջավայրի փոփոխությամբ պայմանավորված է որոշումը կայացվել Ալեն Սիմոնյանը երկրորդ մարտն էր վարչապետից հետո, այսինքն բավականին կարևոր պաշտոն էր ժամանակին զբաղեցնում եւ գուցե Ալեն Սիմոնյանին բերելով մեսիջ են հղում գործընկերներին, որ կարևորվում է այս պաշտոնը։ Չեմ բացառում, որ գուցե այլ պատճառներ կլինեն, որոնց մասին մենք տեղեկացված չենք, կադրային փոփոխություններով պայմանավորված, բայց առասարակ կադրային փոփոխությունները կառավարության ներսում նորմալ երևույթ են բոլոր դեմոկրատական պետություններում։ Պատճառների մասին մենք չենք լսել, չի կոմունիկացվել, բայց կարծում եմ ընթացիկ ժամանակահատվածում արդեն ավելի պարզ կդառնա։ Գուցե Արմեն Գրիգորյանի համար այլ բան է նախատեսված, թեպետ վարչապետը նշեց, որ ներկայացուցությամբ Արմեն Գրիգորյանը պետական համակարգում աշխատելուց հրաժարվել է եւ ցանկացել է առժամանակ հանգստանալ, բայց չեմ բացառում, որ մոտ ապագայում կտեսնենք նաեւ նոր նշանակում, որտեղ Ալեն Սիմոնյանն էլ ոչ վաղ անցյալում հենց մոտավորապես այդպես էր հիմնավորում իր որևիցե պաշտոնի միանգամից չգնալը կամ չհամաձայնվելը որևիցե նոր դերի, որ ցանկանում է առժամանակ հանգստանալ։ Սպասենք, տեսնենք։ Այնուամենայնիվ արձանագրենք, որ Արմեն Գրիգորյանը թերևս եզակի բարձրաստիճան պաշտոնյաներից էր, ով առանձնանում էր իր զսպվածությամբ, պարկեշտությամբ, որևիցե կոռուպցիոն սկանդալներում ներգրաված չլինելու հանգամանքով, նաև նրա հետ աշխատանքը բարձր էին գնահատում եւ պարտներները, եւ կառավարության անդամները, մեր կազմակերպությունը նույնպես աշխատել է նրանց գրասենյակի հետ եւ դրականից բացի որևիցե բան չենք կարող ասել այդ իմաստով։ Ամեն դեպքում հաջողություն մաղթենք Ալեն Սիմոնյանին այս ոչ դյուրին գործում, պայմանավորված նաեւ Հայաստանի արտաքին անվտանգային մարտահրավերների հետ կապված եւ սպասենք տեսնենք, թե նա ինչպես կդրսևորի իրեն այս պաշտոնում։ Տիկին Հոխիկյան, չլինելով երկրում, դուք ակտիվ հետևում եք ընթացիկ զարգացումներին, նաև նոր խորհրդարանի աշխատանքին, ինչպես տեսնում ենք, նոր ձևավորված խորհրդարանում ընդդիմություն, իշխանություն փորձում են կառուցողական աշխատել, կառուցողական վարքագիծ դրսևորել, համագործակցել, ավելին մամուլում արդեն վերլուծությունների ենք հանդիպում Նարեկ Կարապետյանի մի շարք հայտարարությունների հետ կապված, մասնավորապես նա թրիփը չի համարում միջանցք, այլ համարում է ճանապարհ, Եվրոպայի հետ աշխատանքների ընթացիկ վիճակից է դժգոհ, ընդգծում է, որ իրենց նախագահությամբ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը շատ ավելի ակտիվ ու արդյունավետ կաշխատի եվրոպացի գործընկերների հետ։ Դուք ինչ քաղաքական տրամաբանություն եք տեսնում այս փոփոխությունների հիմքում, ինչ կարող եք ասել։ Ես չեմ բացառում, որ սա պարզապես այսպես քաղաքական տեխնոլոգիայով պայմանավորված լինի, հիմա հիմնավորեմ ինչու։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք խիստ պրոռուսական օրակարգերով են եկել իշխանության եւ շարունակել են այդ դաշտում մնալ, շարունակում են մնալ այդ դաշտում նաեւ հիմա, անկախ նրանից, որ հայտարարում են, որ պիտի ավելի մտերիմ հարաբերություններ ունենանք, ավելի մոտ հարաբերություններ ունենանք Եվրամիության հետ, որ թրիփը ճանապարհ է, ոչ թե միջանցք է եւ այլն եւ այլն։ Տարբեր գործոններ կան այստեղ, որ գուցե նրանք հաշվի են առել։ Ինչու եմ ասում քաղտեխնոլոգիա, տեսեք։ Նրանց աչքի առջև է նույն Ռոբերտ Քոչարյանի խմբակցության ճակատագիրը, որ նախկինում բավականին մեծ ներկայացուցչություն ունենալուց հետո այս պահի դրությամբ խորհրդանում շատ ավելի փոքր կազմով է ներկայացված, իսկ Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը եւ քաղաքական ուժը աչքի է ընկել վերջին իր 5 տարիների ընթացքում ազգային ժողովում նրանց եղած խիստ պրոռուսական գծով եւ այդ գծից որևիցե սանտիմետր որևիցե կողմ չշեղվելով։ Հիմա գուցե դա դաս է, որպեսզի հանրային աչքում նրանք
չունենան մոտավորապես նույն ընկալումները եւ պատկերացումները եւ նմանատիպ քայլի գնալով չեն բացառում, որ նրանք պարզապես փորձում են հենց անմիջապես իրենց ընտրողների քանակը ինչ որ չափով ավելացնել եւ վստահություն ձևավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանակում, որ իրենք ավելի շատ այսպես արդյունավետության կողմնակից են, պրագմատիզմի կողմնակից են, դրանով համոզելով ՀՀ-ային քաղաքացիներին, ովքեր առանձնապես ներկայիս իշխանությունների քաղաքականությունների մեծ այսպես կողմնակիցը չեն կամ համախոհը չեն, բայց ընտրել են ինչ-ինչ պատճառներով քաղաքացիական պայմանագրին, որովհետև պատճառներից մեկը չեն ուզում գուցե իշխանության ղեկին տեսնել քաղաքական ուժի, որը խիստ պրոռուսական է, պայմանավորված Ռուսաստանի իսկ դիրքավորմամբ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, գուցե հենց նպատակը նաև այս ընտրողներից մի հատվածին իրենց կողմ բերելն է։ Տարբեր պատճառներով հիմա տեսեք, համապետական ընտրությունների փուլը անցանք, հայտնվել ենք միտեղ, որտեղ առաջիկա տարիների ընթացքում լինելու են մի շարք ընտրություններ համայնքներում։ Համայնքային ընտրություններին հաղթանակ տանելով նմանատիպ օրակարգերով, գալով նրանք ամրացնում են իրենց այսպես դիրքերը հետագա համապետական ընտրությունների ընթացքում շատ ավելի մեծ ներկայացվածությամբ ազգային ժողով գալու եւ գուցե նաեւ ինչու ոչ, ինչ որ X պահի նաեւ իշխանությունը վերցնելու հերակա պլաններով։ Չեմ բացառում, որ սա նաև քայլ է, պրագմատիզմ ցույց տալու եւ այլն, որպեսզի ինչպես նրանք նշում էին իրենց գաղտնի պլանները, որոնք ունեին իշխանությանը հեռացնելու համար, ավելի արդյունավետորեն կարողանան իրականացնել իմ նշած իսկ տրամաբանությամբ պայմանավորված, եթե իրենց ընտրողների բազան կամ իրենց ապավինող, վստահող քաղաքացիների բազան ավելի մեծացում են եւ ինչ որ պահի իրենց սպասված տրիգերը եթե ստանան, կկարողանան ի վերջո փողոց դուրս բերել շատ ավելի մեծ քանակով քաղաքացիների, քան օրինակ հիմա այն քաղաքացիների նույն, ովքեր գուցե համոզվեն, որ նրանց նպատակները շատ ավելի այսպես իրականությանը համապատասխանեն կամ նրանց կողմից ներկայացվածին համապատասխանեն կամ իրենք որ պրագմատիկ քաղաքական ուժ են ընդունում են ներկայիս իրողությունները եւ դրանով պայմանավորված են առաջնորդվում, բայց խոսքերից զատ եկեք արձանագրենք, որ ազգային ժողովում մենք այնուամենայնիվ նրանց կողմից չենք տեսել, չենք լսել Ռուսաստանի Դաշնությանը եւ որևիցե քննադատություն կամ Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացվող քայլերի մասով որևիցե քննադատություն կամ դատապարտում, այնպես որ ինձ սա չի համոզում, ես ավելի շատ հակված եմ սա դիտարկել, առնվազն ներկայիս փուլում քաղտեխնոլոգիա, որը նրանց հետագայում գուցե հնարավորություն կտա պարզապես շատ ավելի մեծ աջակցություն հավաքելով, իրենց քաղաքական վստահության կապիտալը մեծացնելով, իրենց պլանները շատ ավելի արդյունավետ կերպով իրականացնել։ Անշուշտ իհարկե ես ինքս կցանկանայի, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ընդդիմադիր հատվածը ներկայացնող ուժը լիներ իսկապես պրագմատիկ, ստիպեր Հայաստանի Հանրապետության իշխանություններին շատ ավելի արդյունավետ աշխատել, իրենց տված խոստումները շատ ավելի արդյունավետ կերպով իրականացնել եւ այլն, բայց պայմանավորված նաեւ նրանց քաղաքական անցյալով, Ռուսաստանի Դաշնությունում նրանց քաղաքական առաջնորդի ունեցած կապիտալի հանգամանքով եւ մի շարք այլ բաներով, այնուամենայնիվ այս բանին ես ավելի շատ սկեպտիկ եմ։ Տիկին Հոխիկյան, այս փաստի հետ կապված հատկապես քաղաքասարակության կողմից հսկայական չափով քննադատություն կա ուղղված իշխանության ներկայացուցիչների հասցեին, ինչ է կարծում, սա կարող է լուրջ անհանգստություններ, մտահոգություններ առաջացնել եվրոպացի գործընկերների մոտ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի առումով եւ երկրորդը ասել, որ իշխանությունը նրանց հերահար այդ պլանները, որ հետագայում թիմ ընտրություններում ավելի շատ ձայներ հավաքելու նպատակ կարող էին ունենալ եւ այսպիսի վարքագիծ դրսեւորել, այսինքն իշխանության համար այդքան դժվար էր կռահել այդպիսի հեռանկարը, այդպիսի մտադրությունը ընդդիմության կողմից եւ համապատասխան քայլեր ըստ այդմ ձեռնարկեր։ Մտահոգությունները ինչ որ չափով կիսում եմ, որովհետև եթե իսկապես մենք կարևորություն ենք տալիս եվրոինտեգրման հարցին, սա թերևս պետք է լիներ այն հանձնաժողովներից մեկը, որոնց ընտրության հարցում քաղաքացիական պայմանագիրը շատ ավելի կողմնորոշված լիներ, բայց լսելով նաև որոշ պատգամավորների բացատրությունները այս իմաստով, քանի որ ինքս
կանոնակարգող օրենքին եւ այն բանաձևերին, որոնցով պայմանավորված նրանք բաշխումը իրականացրել են, հանձնաժողովների, եթե նրանց բացատրությունն են լսում, նրանք փաստացի իրենց բացատրությունով առաջնորդվել են ավելի շատ ամենակարևոր հանձնաժողովները, որոնք ավելի շատ լծակներ են տալիս տարբեր ուղղություններով, այդ թվում նաեւ անվտանգությունը, այդ թվում նաեւ արտաքին ուղղվածություն ունեցող հանձնաժողովը, միջազգային այսպես հարաբերություններով զբաղվող, նրանք ավելի հակված են եղել սկզբում դա վերցնել առանց մտածելու, որ կոնկրետ ուժեղ Հայաստանից ցանկություն կհայտնեն եվրոինտեգրման հարցում իրենք առաջնորդելու հանձնաժողովը։ Չեմ բացառում, որ դա այդպես լինի։ Եթե սա հնարավոր եղավ կոմունիկացնել մեր միջազգային պարտներներին, մասնավորապես Եվրամիության ներկայացուցիչներին, չեմ կարծում, որ այստեղ վստահության խնդիր կառաջանա, բայց այնուամենայնիվ սա Երևան նաև առաջիկա զարգացումների համատեքստում։ Եթե կկարողանան ներկայիս իշխանությունները կոմունիկացնել այնինչ արդեն ասացի, որ եվրոինտեգրումը շարունակում է անկյունաքարային մնալ Հայաստանի Հանրապետության համար, շատ կարևոր ուղղություն լինել, նաև պայմանավորված Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի այսպես վերաբերմունքով Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որովհետև Եվրամիությունը եզակի այսպես քայլ արեց Հայաստանի նկատմամբ եւ բացեց եվրոպական շուկան հայ արտադրողների համար, նույն այն շուկան, որ փակվել էր Ռուսաստանի Դաշնության կողմից, անկախ նրանից, որ մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք։ Գուցե սա ընդունվի եւ ի վերջո բազում այսպես խոսակցություններ, զարգացումներ եւ այլներ այնպես չի, որ հանրային են այս դաշտում, այնպես չի, որ մենք ամեն մանրամասին տեղեկացված ենք լինելու։ Դրա համար ես ավելի հակված եմ այս պայծությամբ սպասել եւ տեսնել, թե ինչ զարգացում եւ հետագա ընթացք ունենան իրադարձությունները եւ սրանով պայմանավորված արդեն ավելի հստակ կարողանանք կողմնորոշվել, թե կառաջացնի արդյոք սա խնդիրներ եվրոպական մեր գործընկերների հետ, թե չի առաջացնի։ Իսկ հարցի երկրորդ մասով ինչ կարող եք ասել, դուք միակը չեք, որ նման մտահոգություն է հայտնում առաջիկայում թիմ մակարդակով սպասվող ընտրություններում ընդդիմության հավակնությունների հետ կապված, արդյոք իշխանության մոտ կա հաշվարկ, կա մտահոգություն, դուք ինչ տպավորություն ունեք։ Որևիցե բան չեմ լսել սրա հետ կապված իշխանության ներկայացուցիչներից, ես չեմ բացառում, որ նրանք ակնկալում էին, որ ուժեղ Հայաստանը իրեն կդիրքավորի ճիշտ այնպես, ինչպես դիրքավորել է նախկինում ընդդիմության ինստիտուցիոնալ ընդդիմության ամենամեծ խմբակցությունը, խոսքը Հայաստան Դաշինքի մասին է, եւ ուժեղ Հայաստանի ներկայիս վարքագիծը նրանց համար նույնպես գուցեև սյուրպրիզների շարքից էր, այսինքն նրանք նմանատիպ հաշվարկ երևի թե նախապես չեն արել, չեմ պատկերացրել, որ գուցե նմանատիպ ինչ-որ սցենարների հետ են գործ ունենալու։ Կարող էին գուցե հաշվարկել, բայց կրկին հիշելով, թե ընդդիմությունը իրեն ինչպես էր դրսևորում նախկինում, էլի պրոռուսական, խիստ պրոռուսական Ռոբերտ Քոչարյանի Հայաստան Դաշինքը, գուցե հենց նմանատիպ մոտեցում ակնկալվել է նաև ուժեղ Հայաստանի կողմից։ Ես հենց դրա համար իմ խոսքի սկզբում նշեցի, որ սա ինձ ավելի շատ քաղտեխնոլոգիայի է հիշեցնում, այսինքն քայլ անել, որը իրենց հնարավորություն կտա վստահության կապիտալը մեծացնել ու դրանով պայմանավորված արդեն հետագայում X, Y, Z խնդիրները կամ իրենց A, B, C խնդիրները լուծել, նաև այդ կապիտալի ներուժը օգտագործելով։ Որոշակի ժամանակ անհրաժեշտ կլինի, որպեսզի հասկանանք, թե սա որ ուղղությամբ է գնում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։
ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Տիկին Հոխիկյան, մի փոքր ընդգրկուն հարց եմ տալու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ կապված։ Մենք տեսնում ենք, որ վերջնաժամկետ է ներկայացվում Հայաստանին, թե մինչև դեկտեմբեր պետք է որոշեք ԵԱՏՄ, թե Եվրոպական միություն։ Ես ձեզ մոտ վերլուծություն տեսա, որ դուք գրել եք, որ այս ճնշումները Հայաստանին ստիպում են ավելի հետևողականորեն զարգացնել հարաբերությունները ԵԱՏՄ այլ պետությունների հետ։ Մենք տեսնում ենք, որ մեր էկոնոմիկայի նախարարն է գտնվում այս պահին Ղազախստանում, նրանք ընդգծել են, որ գյուղմթերքի արտահանմանը դեպի Ղազախստան ծավալները մեծացնելու ներուժ կա։ Ընդհանուր առմամբ եւ նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների տեսանկյունից մենք գիտենք, որ ԱՄՆ-ն առանձնակի է կարևորում եւ Հայաստանին եւ Ղազախստանին։ Մեծ թեմա եմ բարձրաձայնում, բայց կխնդրեմ համապարփակ անդրադառնաք, այսինքն Ռուսաստանի քաղաքականության հաշվարկը վերջնաժամկետներով խոսելու Հայաստանի հետ եւ Հայաստանի դիրքավորումը։ Հիմա Ռուսաստանից սկսենք, թերևս, որովհետև սա նաև նախկինում իմ ասածների, ավելի վաղ իմ ասածների շարունակությունը պետք է լինի։ Հիշեցնեմ, որ Սամվել Կարապետյանը ժամանակին ասում էր, որ իրենք սպասում են տրիգերի, որպեսզի իրենց քաղաքական այսպես ծրագրերը իրականացնեն, այն գաղտնի ծրագիրը, որը նա մեջ էր բերում իշխանությունը հեռացնելու համատեքստում։ Ես չեմ բացառում, որ սա նաև այդ նույն ծրագրի մասերից մեկն է։ Հիմա հիմնավորեմ, թե ինչպես եւ ինչու։ Այս պայդրությամբ շատ բարդ է ներքաղաքական ներհայաստանյան ներքաղաքական համատեքստում ինչ որ բողոքի ալիք, ստեղծել եւ ժողովրդին ստիպել, որպեսզի փողոց դուրս գան։ Ու քանի որ նշեցի, որ նույն ուժեղ Հայաստանի ինքը ավելի պրոռուսական ուժ է, գուցե հենց պասերով էլ խաղում են իրենց ռուսաստանյան գործընկերների հետ, այսինքն Ռուսաստանը նրանց համար հնարավորություն է ստեղծում կամ իրենց լեզվով, եթե ասեմ, տրիգեր է ստեղծում, որը նրանց թույլ կտա ընթացքում ինչ-որ չափով վստահության կապիտալ ձևավորելուց հետո բողոքի ակցիաներ հրահրել, որը նրանց հաշվարկում գուցե նաև հնարավորություն կստեղծի իշխանությունը վերցնել։ Իսկ բողոքի ակցիաները այս համատեքստում կարող են նաև այսպես պատճառ վերցնել իբրև Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին եւ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին բացատրել բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի կողմից վարվող քաղաքականությամբ։ Չէ՞ որ մենք բազում անգամներ տեսել ենք ինչպես է մեր ինստիտուցիոնալ ընդդիմությունը մեղադրում ներկայիս իշխանություններին Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու այսպես կոնտեքստում, ինչը աբսուրդի ժանրից է, որովհետև Հայաստանը որևիցե քայլ չի արել եւ երբևէ անգամ վերբալ մակարդակում Ռուսաստանի նկատմամբ թշնամական որևիցե ինչ-որ տենց վերաբերմունք չի ցուցաբերել, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը շարունակում է այս ոչ էֆեկտիվ
քաղաքականությունը վարել Հայաստանի նկատմամբ, թեպետ եւ նախկինում իրենք ՕԴԿԲ-ի հետ կապված, այսինքն ՀԱՊԿ-ի հետ կապված, ներողություն եմ խնդրում, արդեն վատ ինչ որ փորձառություն ունեն։ Ինչու վատ, որովհետեւ նրանք վերջնագիր ներկայացրեցին Հայաստանին նույն ՀԱՊԿ-ով պայմանավորված, չճանաչելով Հայաստանի սահմանները, զենք չվաճառելով այն ժամանակ, երբ որ դա մեզ շատ էր անհրաժեշտ, եւ արդյունքում ոչ թե Հայաստանը հայտնվեց փակուղում, կործանվեց եւ այլն, այլ իրականում դիվերսիֆիկացրեց իր արտաքին պարտներներին, զենք ներկրելու աղբյուրները, ընդհանուր քարտեզը այն երկրների, որտեղից այդ զենքը ներկրվում է, եւ իր կրիտիկական կախվածությունը Ռուսաստանից նվազեցրեց 90%-ից իջեցնելով մինչև 15% մոտավորապես։ Հիմա նմանատիպ իրավիճակ ունենք նաեւ Եվրասիական տնտեսական միության հետ կապված, որքան շատ Մոսկվան ԵԱՏՄ-ն օգտագործում է որպես քաղաքական ճնշման գործիք, այնքան ավելի քիչ են մյուս անդամները շահագրգռված լինում այդ կառույցից կախված լինելու մեջ, որովհետև տեսնում են, որ ԵԱՏՄ-ն ոչ թե մաքսային միություն է, որտեղ նրանք հնարավորություն ունեն ազատ առևտուր անել եւ այլն, այլ իրականում դա քաղաքական ճնշման գործիք է, որը Մոսկվան կարող է կիրառել նաեւ իրենց նկատմամբ, եթե իրենք քաղաքականություն վարելիս հաշվի չառնեն Մոսկվայի շահերը։ Ես դրա մասին դեռ մի ամիս առաջ էի նշել, այսինքն Մոսկվան հստակ իր դիրքորոշմամբ եւ դիրքավորմամբ Հայաստանի Հանրապետության դեմ ֆիքսում է, որ ինքը վստահելի պարտներ չէ, այսինքն տվյալ ինստիտուտի նկատմամբ վստահության խնդիր է առաջացնում իր մյուս անդամ պետությունների մոտ, եւ այդ անդամ պետությունները այնպես չի, որ դրա հետ կապված ինչ որ քայլեր չեն ձեռնարկելու, այսինքն տեսնում են, չէ, Հայաստանի հետ ինչ են անում, վաղնել իրենք կունենան իրենց շահերով պայմանավորված իրավիճակներ, որտեղ ինչ որ քաղաքականություններ պիտի կիրառեն, որոնք Մոսկվայի շահերի հետ չեն համապատասխանելու։ Իսկ տնտեսական միությունները չեն կարող շատ երկարաժամկետ գոյություն ունենալ առանց փոխադարձ վստահության, դա ինստիտուցիոնալ վստահության խնդիր է առաջացրել։ Սրա դրսևորումները մենք արդեն տեսնում ենք մյուս ԵԱՏՄ անդամ պետությունների մոտ, մասնավորապես Կենտրոնական Ասիայի պետությունների մոտ եւ նաեւ ԵԱՏՄ դիտորդ պետություն, նույն Ուզբեկստանի նախագահ Միրզիոևը Ուզբեկստանի իդեպ դիտորդ կազմակերպություն է ԵԱՏՄ-ում, վերջերս նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել, որ պետք է ի վերջո տոքսիկ, հենց իր բառն եմ ասում, տոքսիկ ԵԱՏՄ-ից հրաժարվել եւ ստեղծել Կենտրոնական Ասիա եւ Հարավային Կովկաս միություն եւ առևտրային տրամաբանության այս համատեքստում իրականացնել։ Կենտրոնական ասիական 5 պետությունները գիտեք միություն ունեն, այդ 5 պետությունների միության առաջնորդ պետությունը, թերևս ամենամեծ տնտեսություն ունեցող Ղազախստանն է պահից դրությամբ, եւ նրանք վերջին տարիներին հետեւողականորեն զարգացրել են իրենց կապերը նույն Հարավային Կովկասի մյուս 2 անդամ պետությունների հետ, մասնավորապես Ադրբեջանի հետ, պայմանավորված միջին միջանցքի տրամաբանությամբ։ Միջին միջանցքն էլ ստեղծվել է հիմնականում այն նպատակով, որպեսզի Չինաստանից, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գնացող առևտրային հոսքերը շրջանցեն Ռուսաստանը, որը պայծ դրությամբ սանկցիաների տակ է, իսկ եթե սանկցիաների տակ էլ չլինի, առանց դրա էլ արդեն Ռուսաստանի հետ կապված Ռուսաստանի միջոցով հարաբերվել մյուս պետությունների հետ, այդ նույն Եվրոպական միության անդամ պետությունների հետ կլինի, Չինաստանի հետ կլինի, Կենտրոնական Ասիայի պետությունները չեն ցանկանում։ Հիմա TRIP-ի գործարկման հանգամանքը եթե հաշվի առնենք, որ արդեն Միսուարյուն է ստանում, պայմանագիրը ստորագրվեց, հայտարարվեց, որ հաջորդ տարի արդեն թերևս ամենաուշը նաև շինարարություն կունենան, Հայաստանն էլ հավակնություններ ունի միջին միջանցքի մաս դառնալու։ Սրանով պայմանավորված նույն Ղազախստանի նախագահի հետ, Ղազախստանի հետ առհասարակ վերջին 1-2 տարիների ընթացքում եթե նայենք, Հայաստանի Հանրապետությունը բավականին խորացրել եւ զարգացրել է հարաբերությունները։ Եվ հենց այս համատեքստում էլ Ղազախստանը դիտարկում է Հայաստանը իբրև պարտներ պետության, որը նաև հնարավորություն կտա իրեն իրականացնելու իր Ռուսաստանից անկախանալու, ինչպես Միրզիոևն է նշում, տոքսիկ ԵԱՏՄ-ից ԵԱՏՄ շրջանցելով իրենց առևտրային, բեռնափոխադրումների, լոգիստիկ եւ այլն քաղաքականությունները իրականացնելու ավելի անկախ հաշվի առնելով այն վստահության խնդիրը, որի մասին քիչ առաջ նշեցի։ ԵԱՏՄ ինստիտուտի նկատմամբ։ Իդեպ նշենք, որ եթե ԵԱՏՄ-ի մասին ենք խոսում, Հայաստանի Հանրապետությունը վերջին 2 տարիներին առնվազն շատ ավելի շատ
տվել է ԵԱՏՄ-ին, քան ստացել է։ Ես մի քանի թվեր էի հանել, որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասն է խոսում։ 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ի ընդհանուր կաթսա է վճարել 323 միլիոն դրամ։ Գիտեք, մաքսատուրքերը ընդհանուր կաթսա են գնում, բոլոր այն մաքսատուրքերը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստանում է, փոխանցվում են ԵԱՏՄ-ի ընդհանուր կաթսա, այնտեղից ամեն պետություն ստանում է իր մասնաբաժնին համապատասխան։ Հայաստանի Հանրապետության մասնաբաժինը բավականին փոքր է ԵԱՏՄ-ում, ամենափոքրն է, այսպես արձանագրեմ։ Խոսքը 1.22%-ի մասին է։ Հետո մենք այնտեղ ունենք Ղրղստանին, որին սկզբնական շրջանում 1.22% էր առաջարկվել, բայց նրանք չհամաձայնվեցին եւ վիճարկեցին այդ թիվը, նրանց մասնաբաժինը բարձրացրեցին 1.9-ի։ Ղազախստանը ունի մոտավորապես 6-7%-ի չափով մասնաբաժին, 6 ու քանիս, մոտ 5% ունի Բելարուսը եւ առյուծի բաժինը 85% պլյուս Ռուսաստանին է պատկանում։ Այսինքն բոլոր այն մաքսատուրքերը, որոնք ընդհանուր կաթսա են գնում, դրանց 85%-ը ստանում է Ռուսաստանը։ Եվ այս դեպքում Հայաստանի Հանրապետությունը եւ Ղազախստանը մինուսով են։ Մենք փոխանցել ենք 323 միլիոն դրամ, ստացել ենք $100, ստացել ենք $189 միլիոն, այսինքն $134 միլիոն միայն 2024 թվականին ենք նվիրաբերել Ռուսաստանին։ 2025 թվականին մոտավորապես պատկերը նույնն է, 319 միլիոն դրամ ընդհանուր փոխանցել ենք, 175 միլիոն ստացել ենք եւ 144 միլիոն էլի կրկին նվիրաբերել ենք Ռուսաստանին, որովհետև ինչպես նշեցի, ամենամեծ մասնաբաժինը ունի Ռուսաստանը։ Տվյալ պարագայում փաստացի ստացվում է, որ պլյուսով են Ռուսաստանը, Բելարուսը եւ ինչ որ չափով նաեւ Ղրղստանը։ Իսկ Ղազախստանը, որը որ բավականին լուրջ առևտուր ունի նույն Չինաստանի հետ, Չինաստանից եկող բեռների մեծ մասը մաքսազերծվում են Ղազախստանում, թերևս ամենամեծ սպոնսորն է, հա, եթե կարող ենք այդպես ասել, նույն ԵԱՏՄ-ի պարագայում։ Թվերը չեն հրապարակվում, վերջերս մեր հայաստանյան պաշտոնյաներից մեկը ինչ-որ ֆանտաստիկ թիվ հնչեցրեց 900 միլիոնի կարգի։ Հիմա ստացվում է Հայաստանը եւ Ղազախստանը ֆինանսավորում են ԵԱՏՄ-ին։ Իսկ Հայաստանի դեպքում, որպեսզի հասկանանք 134 կամ 144 միլիոնը ինչպիսի գումար է, եկեք հիշենք, որ 2000-ականների սկզբին 100 միլիոնի դիմաց Ռուսաստանի Դաշնությունը պարտքի դիմաց, հա, 100 միլիոն, անգամ 90 միլիոն պարտքի դիմաց Հայաստանից պահանջեց եւ ստացավ 5 բավականին խոշոր ռազմավարական լուրջ նշանակություն ունեցող օբյեկտներ։ Այնպես որ այսպիսի պատկեր ունենք։ Հիմա հաշվի առնելով նաեւ ԵԱՏՄ-ի վարքագիծը Հայաստանի Հանրապետության դեմ ներկայիս կիրառվող, այսինքն այն սանկցիաները, պատժամիջոցները, որտեղ սրանք այլ կերպ հնարավոր չէ անվանել։ Ունենք իրավիճակ, որտեղ մենք տարբեր պետություններից ներկրվող ոչ ԵԱՏՄ պետություններից ապրանքի համար ստիպված ենք բավականին մեծ գումար վճարել մաքսազերծելիս, ինչը թանկացնում է այլ պետություններից Հայաստան եկող ապրանքի գինը Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Բացի դրանից ունենք երկրորդ շերտը այս հարցի, Ռուսաստանի Դաշնությունը պայծրությամբ գտնվում է սանկցիաների տակ, այսինքն եթե նախկինում բավականին մեծ կառույցներ, ընկերություններ եւ այլներ կային, ովքեր Ռուսաստանում ներկայացվածություն ունեին, գործարաններ ունեին, սկսած ավտոմոբիլային տարատեսակ մեծ գիգանտներից, վերջացրած տեխնոլոգիական տարբեր գիգանտներով։ Մենք Ռուսաստանից ներկրում էինք այդ ապրանքները առանց մաքսատուրքերի։ Դա հնարավորություն էր տալիս Հայաստանի շուկայում ինչ որ չափով ավելի մեղմ գներով այդ ապրանքը իրացնել, բայց քանի որ հիմա դա չկա, ստացվում է մենք էլ երկրորդային սանկցիաների տակ ենք հայտնվել, որովհետև այդ պետություններից Ռուսաստան, որից է բան չի մտնում, ենք Ռուսաստանից որևէ բան չենք բերում, գնում ենք ուղիղ այդ պետություններից, իսկ այդ պետությունների ապրանքատեսակների վրա պահից դրությամբ բավականին մեծ մաքսատուրքեր են դրված։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բացի ավելացված արժեքի հարկից, որը 20% է, վճարում է հավելյալ մինիմումը 15, 20, 30-35% մաքսատուրք տարբեր ապրանքների համար։ Այսինքն, եթե մաքսազերծում ես պատրաստի ապրանքը դրսից եկող, դա կարող է ներկրողի վրա նստել առնվազն 35% հավելյալ այսպես մաքսատուրք կամ հարկ, որովհետև դրա 20% այնուամենայնիվ ավելացված հարկն է, ինչը Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար հավելյալ 35, 40, 45 կամ 50%-ով թանկացնում է այդ ապրանքը։ Այնպես որ այսպես, հիմա եթե Ամերիկայի մասին գամ, Ամերիկայի ամփոփենք Տիկին Հոխիկյան, եթե հնարավոր է, կարճ Ամերիկայի մասով ու դրանով ամփոփենք, լավ։
Ամերիկայի մասով այստեղ այլ իրավիճակ ունենք, տեսեք։ Միացյալ Նահանգների վերջին պատերազմով պայմանավորված Իրանի հետ, Միացյալ Նահանգները հազվագյուտ մետաղների եւ քրիտիկական, այսպես հանածոների ներկրման հետ կապված խնդիր ունի, որովհետեւ դրանց մեծ մասը նրանք ժամանակին ներկրում էին Չինաստանից, դրանք խիստ անհրաժեշտ են բարձր տեխնոլոգիական արտադրանքի, ռազմաարդյունաբերության ոլորտների համար։ Հիմա ինչպես են ասա կոմպենսացնելու, ինչպես է սրա փոխարինումը գտնելու, դե Ղազախստանը հենց այն պետություններից մեկն է, որը հենց այդ նույն հանածոների մասով բավականին հարուստ է։ Եվ առաստրակ ոչ միայն նավթամթերքի մասն է խոսքը, այլ քրիտիկական մետաղներ, ինչպես նաև հազվագյուտ մետաղների։ Միացյալ Նահանգները դրանով պայմանավորված այսօր խորացնում է Ղազախստանի հետ հարաբերությունները։ Եթե տեսել եք վերջերս լրահոսում նկատեցի, այնքան լուրջ են վերաբերվում Ղազախստանին, որ բացի նրանից, որ ռազմավարական հարաբերություն են հաստատել Ղազախստանի հետ, Տոկաևին, Ղազախստանի նախագահին հրավիրում են G20-ի սամիթին մասնակցելու։ G20-ի պետությունները աշխարհում ամենազարգացած պետություններն են, որոնք պարբերաբար հավաքվում են այդ ֆորմատով եւ քննարկում տարատեսակ կարեւորության հարցեր, այդ թվում նաեւ տնտեսական։ Այնպես որ Ղազախստանի հետ նաեւ մեր ռազմավարական նշանակության հարաբերությունները այստեղ էլի խիստ կարեւորվում են նաեւ այդ համատեքստում։ Դուք էլ ձեր խոսքում նշեցիք Ղազախստանի հետ եւ Հայաստանի հետ Միացյալ Նահանգները վերջերս բավականին խորացնում է հարաբերությունները տարբեր պրոյեկտների իրականացման համատեքստում նաեւ։ Այնպես որ մենք ստանում ենք այն այլընտրանքը, հատկապես նաև եթե խոսքը գնում է արտահանման կոնտեքստում, աշխատելով Եվրամիության հետ, աշխատելով մի շարք այլ պետությունների հետ, եւ միևնույն ժամանակ ունենք լավ գործնական, քաղաքական, տնտեսական զարգացող հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ, ինչը մեզ հետագայում թույլ կտա նաև այս համատեքստում ինչ որ չափով մեղմել այն խնդիրները, որոնք առաջացել են ԵԱՏՄ սանկցիաներով պայմանավորված։ Շատ շնորհակալ եմ, մեր ժամանակը սահմանափակ է, մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետություն մտակենտրոնի փորձագետ Էլեն Հողիկյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։